Ողջույն հարգելի հետևորդներ, հույսով եմ լավ եք, այսօր եկել եմ անդրադառնալու իմ և պարոն Սիմոնյանի հանդիպմանը, ուրեմն Թուրքիայի Հանրապետությունում, որը մեծ աղմուկ է բարձրացրել Հայաստանի Հանրապետության օպոզիցիայի շրջանակներում, մուխալիֆեթի շրջանակներում և չեն մարսում այս հանդիպումը։ Նախ սկսեմ այնտեղից, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, կրում եմ Հայաստանի Հանրապետության անձնագիր, և այդ մուխալիֆեթի, այսինքն օպոզիցիայի բոլոր ներկայացուցիչները ինձ դեմքով ճանաչում են, որովհետև 4 տարի առաջ իմ կաֆեում էին դավեր նյութում, երևի մոռացել են դրա մասին, և ինձ էլ էին քաշել գցել իրանց ջրերը, մտածում էին, որ Նատալին իրանցից է դառնալու, և վերջում զանգ էին տվել ինձ ու ասում էին, մեր տեղադրած նյութերը տարածի, սկսեմ այնտեղից, որ Նատալին ձեր համար նյութ տարածող չի, խելոք չմնաք, անվանական կասեմ ով էր զանգել ինձ այդ թեմայով, 4 տարի առաջ, այս մեկ, Ռոբերտ Քոչարյանի թիմի քրչոտներից մեկը, այս մեկ, երկրորդ, անկեղծ ասած ես չգիտեի, որ ես ձեր համար այնքան մեծ ֆիգուր եմ, որ դուք պետք է թողեք Թուրքիայում, Ստամբուլում, այն բոլոր հանդիպումները, որոնց շրջանակներում պարոն Սիմոնյանը ունեցել է շատ մեծ դերակատարություն, շատ մեծ բանակցություններ և անդրադառնաք ու տարածեք միայն իմ նկարը։ Միայն այդ մի նկարն է ձեր աչքին երևում։ Դուք առհասարակ տեղյակ եք, ինչ բանակցություններ ա եղել Թուրքիայում։ Դուք տեղյակ եք, ինչ խնդիրներ ա բարձրաձայնվել, ինչ խնդիրների ա լուծում տվեցվել, տեղյակ եք դրանից, չէ բացարձակ դա ձեզ չի հետաքրքրում, որովհետև ձեզ հետաքրքրում ա մի բան, որ Հայաստանը քաշեք, մտցնեք Ռուսաստանի տակ ու անեք այն, ինչ որ արել եք տարիներ շարունակ, թալանեք, գողանաք, սպանեք, մեզ ահաբեկեք և այլն։ Եվ երեք աչքովս ինչ ա ընգնում, մի հատ լրփի վաստակ, վերցրել ա բոլոր բլոգերների, անկախ բլոգերների էջերը, դրել ա մի հատ խմբում ու ինչ ա գրել, պետք է դատապարտվեն առաջին հերթին այս բլոգերները, ոտերս կերել ես, որ քո ուզած թիմը, Ռուսաստանի ոռատուները կգան իշխանության ու այդ թիմը կդատապարտվի, այդ թիմը կոնկրետ այդ բլոգերները, բոլորը հայրենանվեր մարդիկ են, իդեպ, ձեր նման չեմ վճարվում հոդված գրելու համար, իրանք անկեղծ սիրում են իրենց հայրենիքը, մեկ, երկրորդ, ինչու է տեղի ունեցել իմ և պարոն Սիմոնյանի հանդիպումը, նախ ես եմ դիմել խնդրել, որ հանդիպենք, որովհետև ես ինքս ինձ համար պետք է հասկանայի ինչպես է ինձ ընկալում հայ ժողովուրդը և ինչպես է ինձ ընկալում ՔՊ թիմը, որովհետև 4 տարի առաջ ես այդ թիմի մասին ինչ ասես ասել եմ, բայց մի պատվիրակություն ինձ ապացուցեց, որ ՔՊ-ն ներողամիտ է ցանկացած քաղաքացու հանդեպ, ով կհասկանա իր սխալը և կընդունի, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս պետականություն է։ Որ մի օպոզիցիայի բլոգերի էջը թերթում եմ, իմ ու պարոն Սիմոնյանի նկարն է, ձեզ շատ շնորհակալ եմ ինձ PR-ելու համար, հավատացեք ես 2 օրվա ընթացքում 2000 մարդ պատվիսացիա ա եղել իմ էջին, օրը 1000 մարդ պատկերացնում եք, ու դա ձեր PR-ի շնորհքն է, բայց դուք այնքան անշնորհակալ եք, որ մի հատ չլուսաբանեցիք, թե ում հետ է հանդիպել այստեղ պարոն Սիմոնյանը, ինչ քննարկումներ ա եղել, երեք պարոն Սիմոնյանը հանդիպել ա Պորսո հայոց պատրիարքին, ընդհանրապես տեսել եք այդ քննարկումը, իդեպ, ասեմ ավելի հետաքրքիր բան, ՔՊ թիմը ոչ միայն ներողամիտ ա եղել իմ հանդեպ, այն դեպքերից հետո, որ ես ինչ ասեք իրանց մասին գրել եմ, այլ նաև պարոն Սիմոնյանը ինձ նվիրել ա հայկական արտադրության ավի ժամացույց, ինձ նվիրել ա ՀՀ քարտեզը և ասեմ ավելին, քաղցրավենիք էր նվիրել Նռենի անվանմամբ, ես հիմա ձեզ ցույց կտամ ժամացույցը ևս, որը ես սիրով կրելու եմ, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետությունում այս տեսակ գործունեության համար, այս ժամացույցը այլևս ինձ համար մեծ արժեք է կրում, որտեղ պարոն Սիմոնյանի մակագրությունն է և անուն ազգանունը, այս հարցի մի կողմը, ես անչափ շնորհակալ եմ նվերի համար ևս պարոն Սիմոնյան, խնդրեմ, ու կարաք սա էլ սարքեք լոզունգ ու տարածեք, ու հիշեք, հետ այսու,
Ինչ պատվիրակություն եկավ Ստամբուլ, ես հանդիպելու եմ։ Սա արդեն արեք օղ ու գցեք ձեր ականջները։ Դուք այնքան ճղճիմ եք, որ գրելու թեմա չունեք, ու զբաղված եք առավոտից իրիկուն, ինչ դրեց Նատալիա Ալեքսանյանը, ինչ գույնի տռուսիկ այսօր հագել, վաղը ինչ գույնի լիպչիկով լինելու, ուրիշ քննարկելու բան չունեք։ Ես չգիտեի, որ ես ձեր համար այդքան մեծ արժեք եմ, ու դուք առավոտից իրիկուն ինձ պետքա քննարկեք։ Ու ձեր մտածելունը մի բան է, ոնց լրացնել Նատալիա Ալեքսանյանին։ Առհասարակ թե դուք կարողանաք ինձ լրացնել։ Ես ընտրություններից առաջ իմ սրճարանում ինչ զապիսներ արել եմ ձեր մասնակցությամբ, հատիկ հանրայնացնելու եմ։ Այս ձեր պահվածքի շնորհիվ։ Այս ձեր պահվածքի համար։ Մինչև այդ մտածում էի լավ մարդ են, չի կարելի նման բան անել։ Կհասկանամ, որ պետքա ինձնից հեռու մնան, բայց ոնց որ դուք չեք հասկացել ոչ մի բան։ Հիշեք, հետ այսու, ՀՀ-ից ինչ պատվիրակություն եկավ Նատալիա Ալեքսանյանը հանդիպելու է այդ պատվիրակության հետ։ Հա, մոռացա, քորոփուչ եղավ ձեր հերթական սուտը, չէ՞, այն որ ասում էիք Նատալիա Ալեքսանյանը ԱԲ-յա։ Դա գրում էին այն մարդիկ, որ տարիներ առաջ իմ կաֆեում նստած կոֆե էին լակում։ Փույ քորոփուչ եղավ ձեր ասած ստերը, հա։ Նատալիա Ալեքսանյանը ԱԲ-յա, ֆեյքա, Տարոն Չախոյանի ֆեյքն է։ Ոտերս կերել եք, Տարոն Չախոյանը ինձ մոտիկից տեսած չկասկի, կյանքում։ Հասկացանք իրար։ Հիմա մեծ թափով շարունակեք այն ամենը, ինչ որ սկսել եք։ Դուք, եթե այսօր նորից մեծ թափով իմ վիդեոներն ու նկարները չդնեք ձեր Telegram կանալներում, դուք առնվազն բոզի ծանունդ եք։ Մեծ թափով այս վիդեոն էլ տարածեք։ Սա վերաբերվում է ՀՀ օպոզիցիային։ Մեծ թափով այս վիդեոն էլ տարածեք, որովհետև կրկնում եմ, ընտրություններից մեկ շաբաթ առաջ ես ամբողջ ձեր խոսակցությունը, ինչ որ քննարկվել է իմ սրճարանում, զապիսները լրիվ կա, հատիկ հանրայնացնելու եմ, հասարակությունը տեսնի։ Հասկացանք իրար։ Եվ ասեմ ավելին, ես անչափ շնորհակալ եմ ՀՀ պետականությանը, որ իմ 4 տարի առաջվա ուրեմն գրառումները հաշվի չառնելով իմ հանդեպ այսքան մեծահոգի ու ուրեմն բարի դրացիական են եղել։ Իմիջայլոց շնորհակալություն եմ ուզում հայտնեմ նաև պատվիրակության բոլոր անդամներին, բոլորին գրկել եմ եւ ուրեմն այնքան լավն էին երեխեքը, այնքան բարի էին, այնքան հոգատար էին մեկը մյուսի հանդեպ։ Ու մենք առաջ ենք քայլելու։ Եվ ասեմ ավելին, հունիսի 7-ին գալու եմ Հայաստանի Հանրապետություն, որպիսի ընտրեմ ՔՊ-ին։ Այս էլ թող լինի ձեզ սյուրպրիզ։ Տոմսը արդեն գնված է։ Սա էլ թող լինի ձեզ սյուրպրիզ։ Իմիջայլոց ինձ սպառնացողներին էլ օդանավակայանում կդիմավորեմ։ Անկեղծ ասած, շատ զբաղված էի, չէի կարող մեկնել, բայց այս ձեր արած քաքը, այս ձեր արած քայլերը ինձ ստիպեցին, որ իմ բոլոր գործերը թողնեմ եւ հունիսի 7-ին գամ Հայաստան, բաց տեքստով օդանավակայանում ցույց տամ իմ ՀՀ անձնագիրը, որը վավեր է մինչև 2029 թվականը, ընտրեմ ՔՊ-ին եւ գնամ այլևս Ֆրանսիա, որ այնտեղից չասեք Թուրք Նատալին, իմիջայլոց ձեր կնիկները այդ թուրքերի տակը մտած, տռուսիկի գործ են անում ու գալիս ձեզ ասում են Թուրքիայում ապրանքը էժան է։ Չէ, գալիս են ստեղ թուրքերի հետ ինչ ասես անում են, մի ավտո ապրանք են բերում Հայաստան, հետո ձեզ ասում են Թուրքիայում ապրանքը էժան է։ Հետո մտնում են իմ լայվերի տակ գրում են Թուրք Նատալի։ Ես խոստանում եմ ձեզ, մեկիդ ֆիքսեցի, հատիկ էջերը ու Թուրքիայի վայվատները հանրայնացնելու եմ։ Հերիք եղավ ու բոլ եղավ։ Ու ես գիտեմ դուք ինչու եք պայքար մղում իմ դեմ, որովհետև այսքան ժամանակ Նատալիա Ալեքսանյանի էջում չի եղել մի գրություն, որը փաստարկված չլինի, այսքանը։